Ձմեռային օլիմպիական խաղերին զուգահեռապարան համայնքում մեկնարկեց ապարանյան ձմեռ 2026 փառատոնը։ Տասնամյակների պատմություն ունեցող այս մարզատոնահանդեսը ապարանում սկսել են նորից նշել վերջին տարիներին քաղաքապետ Կարեն Եղիազարյանի որոշմամբ։ Մի քանի հեկտար տարածք համայնքապետարանը կահավորել ու պատրաստել է փառատոնի անցկացման համար։ Մասնակիցներ կան Հայաստանի բոլոր մարզերից, հազարավոր մարդիկ վայելում են ապարանի իրական ձմեռը։ Կառավարությունից ապարանցիների հյուրը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է, վերջինիս ուղեկցում են Արագածոտնի մարզպետն ու ապարանի քաղաքապետը։ Վերջիններս մոտեցան բոլոր համայնքների տաղավարներին, ապարանի եւ հայրենիքի համար բաժակ բարձրացնելուց զատ փառատոնի պաշտոնյա հյուրերը նաեւ լուսանկարվում են տեղում ստանում օրը հավերժացնող լուսանկարը։ Հարությունյանը ապարանյան ձմեռ փառատոնին ներկա էր առաջին անգամ, տպավորված էր հատկապես ապարանցիների համախմբվածությունից։ Զգացում եմ, որ համայնքը շատ համախմբված է, միասին կազմակերպում է այս միջոցառումը։ Նման փառատոններ իրականում շատ է պետք, նախ առաջին հերթին համայնքի համար, հետո տեղի մշակույթը ցույց տալու համար։ Ապարանի եւ գյուղական բնակավայրերի խոհանոցների լավագույն ուտեստները, թխուկները, զարդարում են տաղավարները, ամեն ինչ տեղում են պատրաստում։ Վաղ առավոտից վառարանները գործի են դրել, որ բոլոր հյուրերին հյուրասիրելու մի նոր տաք ու համեղ ուտեստ ունենան։ Ամենապահանջվածը տաք թանապուրն է։ Քանի որ ինքը լեռնային գոտի, անասնապահությունը որ զարգացած է, հիմնականում կարտամաթերքի հետ կապված բաներ շատ կա, էլի ապարանի տարածաշրջանում։ Փառատոնի մասնակիցներն էլ իրենց ուժերն են չափում շուրջ 20 մարզաձևերում։ Ձմեռային սպորտաձևերի առաջամարտիկները համայնքապետարանից պարգևներ են ստացել։ Այս տարի փառատոնը պատմության մեջ ամենամարդաշատն էր։ Առաջինը այս ապարանյան ձմեռը, որ մոտավորապես մի 10 տարի է, որ արդեն նորից վերակենդանացավ, այսպես ասած։ Երևի մի 20 տարուց ավել այդպիսի բան չկար ապարանում։ Սպորտային միջոցառումներ, համայնքի զարգացում, լուսավորվածություն, ասֆալտապատում, այնտեղ չգիտեմ, թեկուզ այս ձմեռային այդ ճանապարհների, այս սարսափելի օրերին ճանապարհների բացում, դրանք մեծ բան են։